Խազարոս Աղայան ծնվել է 1840 թվականին, մահացել է 1911 թվականին։ Խազարոս Ստեփանի Աղայանը ծնվել է 1840 թվականի ապրիլի 4-ին Պոլնի Սխաչենում, այժմ Վրաստանի հայաբնակ գյուղում։ Նա հայ գրող, մանկավարժ, հրապարակախոս, ամենահայտնի հայ հեքիաթագիրներից է։ Նրա հեղինակած հեքիաթներից շատերը հիմնված են ժողովրդական ավանդույթների վրա։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում և Շամշուլդա գյուղի քահանա տեր Պետրոսի մոտ։ 1853 թվականին ընդունվել է Թիֆլիսի Նևսիսյան դպրոցը, մեկ տարի հետո ինքնակամ հեռացել։ Այնուհետև իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։ Նա եղել է Էջմիածնի տպարանի կառավարիչ, խմբագրել «Արարատ» ամսագիրը 1869 թվականից 1870 թվական։ Դասավանդել է Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երևանի, Շուշվա դպրոցներում 1870-ից 1882 թվականներ, եղել է Վրաստանի և Իմերիայի հայկական դպրոցների դեմական տեսուչ, աշխատել է փորձհանդեսի խմբագրությունում, որպես քարտուղար։ 1895 թվականին ձերբակալվել է հնչանկյան կուսակցությանը պատկանելու մեղադրանքով, աքսորվել Նոր Նախիջևան, ապա Ղրիմ 1898 թվականից 1900 թվական։ 1902 թվականի մայիսին տոնվել է Աղայանի գրական գործունեության 40-ամյակը։ 1905 թվականին մասնակցել է Թիֆլիսի հոկտեմբերյան ցույցին, ցարին տապալելու կոչ արել։ Մահացել է 1911 թվականի հունիսի 20-ին Թիֆլիսում։ Աղայանը մասնավորապես զբաղվել է տարրական ուսուցման հարցերով։